Շատ կարճ տևեց, մենք վերադարձանք։ Բայց մենք հասցրեցինք մի փոքր սուրճ խմել, չէ՞։ Ահա, եւ մենք ուրախացանք այդ կապակցությամբ եւ անդրադառնանք հետաքրքիր եւ կարեւոր թեմայի։ Հունիսի 7-ին մեր երկրում շատ կարեւոր ու վճռորոշ իրադարձություն է։ Տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները։ Գաղտնիք չէ, որ իրավական բարձր գիտակցություն եւ քաղաքացիական պատասխանատվություն ունեցող երիտասարդներն ամուր պետության հիմքում են։ Ցավոք պետք է արձանագրենք, որ ինչ որ առումով մեր երիտասարդների մի ստվար զանգված մի տեսակ անտարբեր են սեփական երկրում կատարվող քաղաքական ու քաղաքացիական այս կամ այն իրադարձությունների նկատմամբ։ Մի շարք մտահոգ մարդիկ այս օրերին տարբեր հանրային արշավներ են ձեռնարկել, փորձելով ակտիվացնել երիտասարդներին այս հարցում իհարկե։ Եվ մեր հյուրերի հետ կփորձենք հասկանալ, թե ինչով է պայմանավորված երիտասարդների անտարբերությունը սեփական երկրի հանդեպ եւ ինչու պետք է փոխվել։ Այո։ Իսկ տաղավարում են Ես սիրով ներկայացնեմ, թե ովքեր են մեր տաղավարում։ Տաղավարում են հոգեբան Անի Ապիտոնյանը, բարի առավոտ, եւ ուսանող Արեգ Սերոփյանը, ողջույն։ Մենք ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում եւ սկսենք առաջին կարևորագույն հարցից, թե ինչ է նշանակում զբաղվել քաղաքականությամբ եւ արդյոք յուրաքանչյուր պատասխանատու եւ պատասխանատվություն կրող երիտասարդ, ով համարում է իրեն հայրենասեր, պիտի զբաղվի քաղաքականությամբ։ Վախեցնող բառ է դարձել զբաղվել քաղաքականությամբ, դրա համար կարող ենք բացել ճակերտները, ընդհանրապես ինչ է դա նշանակում։ Փորձեմ երկու մասի բաժանել՝ մասնագիտական ինստիտուցիոնալ եւ հասարակական քաղաքացիական։ Մասնագիտական ինստիտուցիոնալը նշանակում է, որ մարդ ունի որոշակի մասնագիտություն, օրինակ քաղաքագետ է եւ ինքը զբաղվում է իր մասնագիտությամբ, այսինքն աշխատում է իր մասնագիտությամբ։ Հաջորդը կարող է ունել որոշակի պաշտոններ, որոնք ի պաշտոնը իրենք զբաղվում են քաղաքականությամբ կամ պետական ծառայողներ են։ Սա կոնկրետ ինստիտուցիոնալ եւ մասնագիտական առումով է։ Ինչ է նշանակում հասարակական քաղաքացիական, դա արդեն վերաբերվում է քաղաքացիներին, ովքեր պաշտոն չունեն, մանդատ չունեն, բայց իրենք համարվում են որևէ երկրի քաղաքացի։ Եվ բնական է, սա նույնպես քաղաքականությամբ զբաղվել է։ Այդ վախենալու, այդպիսի վախենալու հնչողություն ունեցողը, դա շատ պարզ պարտականություն, պարտավորվածություն եւ իրավունք է, որը ուղղակի մարդիկ պետք է իրացնեն։ Դրան է ուղղված, այսինքն ինչպես են զբաղվում մարդիկ, թեկուզ հենց ընտրություններով գնալով են զբաղվում քաղաքականությամբ, որովհետև երբ որ դու որևէ երկրի քաղաքացի ես, դու այսպես թե այդպես ենթարկում ես որոշակի օրենքների, կանոնների, ունես պարտականություններ եւ իրավունքներ իրացնելու։ Որքան пассив լինես, ստացվում է դու ավելի շատ կրողն ես դառնում այն որոշումների, քան ակտիվ դրա ստեղծմանը մասնակցող ապանոր դրա կրողը։ Դրա համար շատ կարևոր է զբաղվել քաղաքականությամբ, հասարակական եւ քաղաքացիական առումով։ Բացի դա, շատ կարևոր է հենց այդ գիտակցությունը, որ իմ կյանքը որոշվում է հենց քաղաքականությամբ, այսինքն դրանից դուրս իմ մասին որոշումներ չի կայացվում պետության աշխարհի մակարդակում։ Մարդու իրավունքներն են, չէ, որոշակի չի դիտարկվում այսպես քաղաքականության շրջանակում, բայց դա քաղաքականություն է, դու ունես իրավունք արդեն աշխարհի մակարդակում։ Դրա համար չափազանց կարևոր է տարբերակ է այս երկու մասի բաժանել քաղաքականությամբ զբաղվելը եւ չվախենալ սեփական որոշումը եւ ձայնը բարձրացնելուց։ Գիտեք, ընդհանրապես ինձ հետաքրքիր է դուք որպես հոգեբան նաեւ ընտրական այս անցուդարձի մեջ այսինքն ժողովրդի բարձր գիտակցությունը ինչքանով է ավելի շուտ գնահատում գիտակցական մակարդակը ժողովրդի իր ընտրական բոլոր նույնիսկ հարցերով, ոչ միայն քաղաքական, նույնիսկ մարդկային։ Չէ՞ որ մենք թեկուզ ընկերներ ենք ընտրում, թեկուզ ընդհանրապես։ Չեմ կարող այդպես ասել, որքան եմ գնահատում, որտեղ դրա համար պետք են հետազոտություններ իրականացվեն, բայց նկատվում է, որ пассивություն է նկատվում։ Դրա համար ենք նախաձեռնել արշավ եւ ողջևորում ենք այն մարդկանց, ովքեր
տարբեր տարիքի եւ տարբեր մասնագիտության մարդիկ ակտիվ ներգրավել են, իրենց նախաձեռնությամբ արշավ են իրականացնում իրենց էջերում, որպեսզի մարդիկ գնան, այսինքն հենց ուղղված է այդ գիտակցության բարձրացմանը, որ քո երկրում որոշումները կայացնողներից մեկը դու ես, եւ եթե դու пассив ես մնում, ապա որոշում կայացնողները կայացնում են նրանք, ովքեր ուղղակի ակտիվ են։ Եվ քո փոխարեն նաև ինչու։ Հա, որովհետև ես կարծիք չեմ հայտնել, իմ փոխարեն ով հայտնում է, նա էլ որոշում է կայացնում։ Դրա համար շատ կարևոր են հենց միտում կա այդ արտնացման, միտում եմ նկատում, դրա մասին կուզեմ ասել, նաև երիտասարդների շրջանում։ Այո։ Արեգ, նախ ուզում ենք իմանալ, թե դուք որտեղ եք ուսանում։ Եվ որպես երիտասարդների վառ ներկայացուցիչ, ով հիմա ներկա է մեր տաղավարում, արդյոք դուք մասնակցելու եք ընտրության եւ ընկերական շրջապատը, որը ձեզ շրջապատում է, արդյոք իրենք նույնպես մասնակցելու են եւ ինչպիսի դիրքորոշում ունեն ընտրություններին մասնակցելու առումով։ Բարի լույս, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես սովորում եմ Երևանի պետական համալսարանում, ապագա արևելագետ եմ։ Վստահաբար մասնակցելու եմ ընտրություններին։ Եվ կարծում եմ, որ կարևոր է, որ յուրաքանչյուր երիտասարդ մասնակցի ընտրություններին եւ բնականաբար ընկերներս նույնպես մասնակցելու են։ Չգիտեմ, դա նրանից է գալիս, որ ես ընտրել եմ այնպիսի ընկերներ եւ այնպիսի օջախում եմ կրթություն ստանում, որտեղ բոլորը կարևորում են մասնակցությունը քաղաքացիական թե ոչ, բայց իմ ընկերները բոլորը մասնակցելու են ընտրություններին եւ մենք կոչ ենք անում մեր ընկերներին նույնպես գնալ հունիսի 7-ին եւ մասնակցել ընտրություններին։ Դուք ինչ կարծիք ունեք, ինչի համար է կարևոր, որ երիտասարդը մասնակցի եւ իր ձայնը հաստատուն դարձնի քաղաքականության մեջ, եթե կարելի է այսպես ասել։ Դե առաջին հերթին երևի կնշեմ այն, որ մենք ենք ապրում այս երկրում եւ մենք պետք է սկսենք մեր վրա պատասխանատվություն վերցնել որպես երկրի քաղաքացիներ, որովհետեւ չմասնակցող հատվածը, որ կա մեր երիտասարդության մեջ, այնպես չի, որ դա որևիցե գաղափարական կազմակերպված երևույթ է, այսինքն ապաթիան, անտարբերությունը ամեն մեկը մի պատճառ ունի, չէ՞, դա ինչ որ կազմակերպված բողոք չի։ Եվ նույնիսկ բողոքի դեպքում, եթե իրենք կարծում են, որ ընտրության չգնալով բողոքում են այս ամեն ինչը եւ պատժում են պետությանը, եկեք դիտարկենք այնպես, որ շատ շուտվանից բոլոր քաղաքական ուժերն էլ արդեն դիտարկել են այն հանգամանքը, որ մի մեծ մասը չի մասնակցելու։ Եվ դուք շատ կանխատեսելի եք, այնպես չի, որ չմասնակցողը կանխատեսելի չի։ Ընդհակառակը մասնակցողն է անկանխատեսելի եւ մասնակցողն է գործոն հանդիսանում մեր երկրի կարևոր որոշումների կայացման հարցում։ Շատ հետաքրքիր միտքեր իրականում։ Հա, խնդրեմ։ Մի նկատառում երիտասարդները պետական համակարգի մեջ մտնելու ջատագով չեն, բայց քաղաքացիական նախաձեռնություններին ավելի հակված են։ Ու դա ոգևորող է, որտեղ դա ակտիվ քաղաքացու, մասնակից քաղաքացու դերն է։ Իդեպ ես հենց աջակցում եմ քաղաքացիական արշավներից մեկին, որի գովազդը Armenia TV-ի եթերում նաև պատտվում է ՔՎՕ-ին, եւ մենք ներկայացնում ենք նաև նախընտրական ծրագրերը։ Այսինքն, քանի որ մարդիկ չեն գնում եւ կարդում, ալարում են, չեն կարևորում նախընտրական ծրագրերը կարդալ, համեմատել, մենք այդ գործն անում ենք, հարցազրույցներ մասնագետների մասնակցությամբ, որպեսզի ավելի գիտակից ընտրություն կատարեն, համեմատելով տեղեկացված ամեն դեպքում։ Այո, տեղեկացված լինել։ Այսինքն միայն ընտրություն գնալը շատ լավ է, բայց տեղեկացված ընտրության գնալը եւ համեմատություններ անել ծրագրի մեջ եւ ընտրել իմը առավել լավ է։ Այո, ես առավել լավ է արտահայտությունը մի փոքր փոփոխեմ, ասեմ, որ պարտադիր է։ Նախ տեղեկանալ, թե ինչի համար ես գնում, այո։ Կարելի ասել պարտք է նաև քո երկրի, քո եւ առաջին հերթին ինչու ոչ պատժամիջոցներ ունեն անգամ չմասնակցելու։ Բայց հետաքրքիր է աշխարհում ընդհանրապես այս քաղաքացիական ակտիվությունը հայերի շրջանակում ինչքանով միգուցե նկատելի է արդյոք։ Ես օրինակ համարում եմ, որ հայերը ընդհանրապես ակտիվ քաղաքացիներ են միշտ եղել։ Հավանաբար պասիվացումը մեր անցած ճանապարհի այս մի քանի տարվա տասնամյակի ինտենս վերցնեմ, հա, ինչ որ շրջան ասեմ, դրա հետ է կապված նաև պասիվացումը, բայց մենք այո, սիրում ենք զբաղվել քաղաքականությամբ, արտահայտել մեր մտքերը, բայց երբ որ գալիս է պատասխանատվություն կրելու պահը, այստեղ է պետք մենք որպեսզի ավելի ակտիվ եւ գործուն լինենք, որովհետեւ խոսելը մի բան է, զանգ կախելը մեկ այլ բան է։
Իրականում այն միջոցառումները, որոնք տեղի են ունենում, դրանք հրաշալի են, շատ ողջունելի են, որ այդպիսի ծրագրեր կան եւ երիտասարդներին մասնակից եք դարձնում, բայց մինչ ծրագրին ավելի հստակ անդրադառնալ, ես կուզեի մի փոքր ավելի հեռվից գանք, քանի որ մեր մեծերը արտահայտություններ ունեն եւ սիրում են ասել, որ մի ծաղկով գարուն չի գա, իմ ձայնը ոչ մի բան չի փոխի, ոչինչ ես էլ որ չգնամ, միևնույնը, մի խոսքով էսպես կարելի է անverջ թվարկել այդ շարքը։ Արդյոք սա չի դաստիարակում եւս մեկ այդպիսի քաղաքացի։ Կարծում եմ դաստիարակում է, որովհետև այն խոսույթները, որ պատտվում են, ակամա մեր բոլորի վրա ազդելու միտում ունեն։ Եվ ավակ սերնդից ժառանգել Աշ գործի գնաս հերիքա, այսպիսի խոսույթ կա, ինչ պետք է անես փոխարեն արդեն որոշումը կայացված է։ Սա բնական է երիտասարդների վրա ազդելու է։ Ու շատ բնական է, որ այդ пассивությունը թե ավակ սերունդն է, այսպես ասում, ու կարծես այն հատկապես այն փուլում ենք, որ կորուստների փուլի մեջ ենք, դե հա ճիշտ են ասում, էլի գնամի հիասթափություն առաջացնում, բայց ես հենց այստեղ միտում եւ խնդրանք հորդոր ունեմ, որ դա մեծահասակների կամ այլ մարդկանց փորձառությունն է, կամ խոսույթ է դառնում խոսույթները հենց այնց չեն իհայտ գալիս, այդպես ասեմ։ Յուրաքանչյուր մարդ պետք է փորձի իր կյանքով ապացուցել, պայքարել, իսկ դա հավերժ պայքար է եւ անընդհատ ակտիվ քաղաքացի լինելն է, որպեսզի ունենաս լավ պետություն։ Դա մեկ անգամվա գործողություն չի։ Հարկ, իսկ ձեր շրջապատում կան երիտասարդներ, ովքեր այսպիսի հոգեբանական ճնշման են ենթարկվել եւ դուք ամեն դեպքում փորձում եք որևիցե բան փոխել իրենց մտածելակերպի մեջ։ Ավակ սերնդի կողմից։ Նաեւ ավակ։ Կարծում եմ, եթե ոչ բոլորը մեծամասնություն հենց դրա զոհերն են, եթե կարելի է այդպես որակել, որովհետև մենք անընդհատ լսում ենք, որ քաղաքականությամբ զբաղվելը դա նշանակում է կուսակցական լինել եւ այսպիսով կրկնեմ միտքս, ապատիան հենց այնպես չի։ Դա գիտակցված որոշում է անտարբեր մնալու, դա գիտակցված որոշում է մասնակից չլինելու, пассив լինելու, հաշվի առնելով սրատակ ընկած հոգեբանական դրույթները, փաստացի մարդիկ խուսափում են պատասխանատվություն վերցնելուց, որտեղ իրենք կարծում են, որ եթե իրենք որոշում կայացնեն, իսկ հետո սխալվեն, իրենց նույնպես կպիտակավորեն հասարակության մեջ, բայց չկա նման բան։ Մենք որպես քաղաքացի եւ մի ալեգորիա էլ բերեմ, տեսեք, մեր հայկական հեքիաթներից ունենք շունն ու կատուի հեքիաթը, չէ՞, երբ որ շունը ունի բուրդը եւ իրեն պետք է գլխարկ ձմեռը դիմավորելու համար, իսկ կատուն իրեն խաբում է։ Հիմա շատերը կարծում են, որ իրենք այդ շան դիրքում են, իսկ քաղաքականությունից բոլորը իրենք կատվի դիրքում են եւ իրենց խաբել են, այդպես էլ իրենց գլխարկը չեն կարել, բայց փաստացի շունը առանց գլխարկի միևնույն է ձմռանը մահանալու է ցրտից։ Այսինքն շան գերնպատակն է, որևիցե կոշկակարի գտնել, ներողություն, դերցակի գտնել, հա, դերցակի գտնել, որը իր համար կպատրաստի այդ գլխարկը։ Այսինքն ուղղակի թողնել բախտի քմաճույքին ասելով դե բոլորն էլ խաբելու են ինձ, դու ուղղակի ձմեռ կդիմավորես առանց գլխարկի։ Երբեմն ուղղակի կտորի խնդիրն է, կտոր գտնել, որ 10 դերցակի։ Կտորը մեր քվեն է։ Այս դեպքում կտորը մեր քվեն է։ Այս դեպքում այո, համաձայն եմ։ Անի իրականում նաև Արեգի խոսքից պարզվեց, որ ամեն ինչ մանկուց հոգեբանորեն եկած է, սխալվելու սինդրոմն էլ, որ մենք դժվարանում ենք եւ վախենում ենք սխալվելուց, սա դժվար է ապրել։ Ու հատկապես ժողովրդի, հա, գանք դրան, հենց դրան էի գալիս, որ ինչ է նշանակում ապրել։ Ապրել նշանակում է սխալվել, վեր ու վար գնալ։ Մեր խնդիրը հիմա հետևյալն է՝ ճոճը թույլատրել ու ալիքների թեթև ճոճի հետ համակերպված գնալ, ոչ թե անընդհատ վեր ու վարում, բայց դա էլ է կյանքի process եւ վակուումից հետո պայթյուն է լինում։ Դրա համար պետքա դրան նայել, ոչ թե որ չպիտի սխալվենք, այլ սխալվելու միջոցով մենք հասկանում ենք նաեւ ինչ չպիտի անենք եւ կարծում հիմա ժամանակն է հենց սխալները նստել ու վերլուծել։ Այսինքն յուրաքանչյուր անձ վերլուծի ազգի մակարդակով եւ իր մակարդակով որ սխալը կուզեր շտկել եւ այդպես փորձի գնալ ընտրության։ Այո։ Շնորհակալություն, իրոք քաղաքացիական շատ կարևոր թեմա է, շատ հետաքրքիր թեմա է, շատ արդիական, ակտուալ, ինչպես տեսնում ենք, եւ մաղթենք, որպեսզի մեր երկիրը իրապես լինի խաղաղ, իրապես լինի երջանիկ, բարօրություն լինի մեր երկրին։ Եվ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մարդ ինքը իհարկե իր ներդրում ունենա, թեկուզ եւ ինչպես ասեցինք, միգուցե չբարձրաձայնի, բայց ընտրությունը դրա համար փակ գաղտնի քվեարկությունը եւ ամեն մեկը թող որոշի իր
համար դա ճիշտ է, սխալ է, թող յուրաքանչյուրը իր քաղաքացիական իր գիտակցման մակարդակում իր ընտրությունը կատարի։ Համաձայն եմ ձեզ հետ։ Եվ ձեզ նաև առանձնահատուկ շնորհակալություն, որ արշավներ են իրականացվում այս թեմայով եւ փորձում եք ամեն դեպքում գիտակցում փոխել մտածելակերպ եւ մշակույթ ձևով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ հաճելի էր այս լավ, դրական եւ պրոդուկտիվ օրենք մաղթում։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Այս պահին Այս պահին ընդմիջենք գովազդով եւ շարունակենք մեր հետագա մշակութային նաեւ թեմաները։